Հայաստան-Արցախ Սփյուռք 16-րդ մրցանակաբաշխությունը 1 տարի հետևել է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող անձանց, ընտրել է լավագույններին, կազմել է անվանակարգերն ու մեկ հարկի տակ է մեկտեղել հասցեատերերին։ Պարգևատրվողների թվում են Հայաստանի համար հեռանկարային ծրագրերի հեղինակներ, հայրենիքի համար իրենց կյանքը վտանգի ենթարկած զինվորներ, բժիշկներ, արվեստագետներ, ուսուցիչներ, մարզիկներ ու տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։ Կազմակերպիչ Մամիկոն Խուշիջյանի խոսքով սա միայն մարդկանց գործն արժևորել չէ, հայերի միասնության փառահեղ ապացույց է, որը պետք է դառնա նոր զարթոնքի սկիզբը։ Համարձակ քայլով հանդես եկավ մի մարդ, որը խոսեց համերաշխության, բարեկամության եւ ապաշխարության դիրքերից։ Այդ մարդուն պետք է գնահատել իր տեսակի, նվիրումի եւ անգնահատելի մեծ աշխատանքի համար։ Եվ այսպես Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի ստեղծման գաղափարի համար մրցանակի է արժանանում գործարար բարերար Գագիկ Ծառուկյանը։ Արձանի գաղափարը որպես տարվա լավագույն ճարտարապետական նախագիծ է ճանաչվում։ Մրցանակը կստանա Գագիկ Ծառուկյանի որդին Հովհաննես Ծառուկյանը։ Ոչ միայն իմ ընտանիքի մրցանակն է, իմ ընտանիքին է պատկանում, այլ նաև սա այն մարդկանց է, ովքեր որ հավատում են մեր մեծ ծրագրի ազգանվեր գաղափարին, եւ ուզում եմ նշել եւս մի բան, որ բոլորն էլ տեսնում են, որ ամիսներ շարունակ ինչպես են բազմաթիվ կամավոր մարդիկ մասնակցում այդ արձանի այդ շինարարությանը, որը որ լինելու է պատմական գործ, եւ յուրաքանչյուրը ձեզանից կարող է լինել այդ պատմական գործի ճարտարապետը։ Եվ այսօր այստեղ տեսնում եմ բազմաթիվ մեր եղբայրներից զինծառայող, ովքեր պատերազմել են, վիրավորում են ստացել, հերոսաբար կռվելով, մարտնչելով։ Եվ այդ փաստով ուզում եմ ես նշել այն, ինչ որ նշել եմ նախկինում, եւս մեկ անգամ հաստատելով, որ իմ ընտանիքը աջակից է լինելու նրանց ապաքինման, վերականգնման եւ մարզվելու բոլոր հարցերում։ Շնորհակալ եմ այս մրցանակի համար, Աստված պահապան մեր հայրենիքին։ Շնորհակալ եմ։ Մրցանակ է ստանում նաև Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միության նախագահը արցախահայությանն ուղղված բազմաթիվ բարեգործական ծրագրերի համար։ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մրցանակի է արժանանում նաև լեգենդար Արարատ 73-ի ֆուտբոլիստ Սերգեյ Բանդարենկոն։ Մրցանակները պարտավորեցնող են, դրանք նաև խթան են, որպեսզի հաջորդ քայլը կրկին լինի հանուն մեր երկրի հզորացման։ Արամ Մանուկյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։